Ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Բա նկարները։ Ամեն նկարի նայելիս մի հիշողություն է արտանում։ Բայց մենակ լավ հիշողություն է, շատ է գիտարուշացան։ Ինչու վատ բաներ են պատահել։ Ես որ չեմ հիշում։ Լավ։ Երեք նկարները միասին նայեք։ Այնպես ավելի լավ հիշենք ամեն։ Մենք բացում ենք դռներ, որոնց ետևում հաճախ մեծ ցավը փորձություն է։ Մարդիկ, որոնք հանդիպում են քո ճանապարհին երկու արագ են ուզում։ Կամ քեզ ձեռք են մեկնում, կամ պատրաստ են քեզ ոչնչացնել։ Երկու դեպքում է դու դառնում ես ավելի ուժեղ, որովհետև ընտրում ես պայքարելու ճանապարհ։ Ուրիշ տարբերակ չկա։ Դու չես կարող անցնել, քանի որ ստուլերին ոչ ոք չի հանդիպում։ Իսկ մերժված մարդիկ չարանում են ու չարությունից ելնելով սկսում են սխալներ գործել։ Սխալը սխալի ետևից, որ ուտանում է դեպի անդունդ։ Մի տարի առաջ ես էլ բացեցի այս տեսարանի դուռը։ Ու այդ ժամանակ անգամ մտքով չէր կարող անցնել, որ ես բաժին եկած փոփոխությունների միջով պիտի դուրս գամ ավելի ուժեղ ու երջանիկ։ Պիտի դուրս գամ շուրջս ունենալով ոչ միայն աշխարհի ամենալավ մամային, այլև լավագույն ընկերուհուս։ Ով կմտածեր, որ հենց այս դռնից ներս պիտի գտնեմ նետագույն սիրուն։ Այս դռնից ներս պիտի գտնեմ եղբորս։ Ով կմտածեր այս դասարանում, այս դպրոցում բոլորը պետք է ինձ համար դառնան հարազատ մարդիկ, որ անգամից ցավ պատճառած մարդիկ պիտի դառնային իմ լավագույն ուսուցիչներ։ Այդպես է կյանքը։ Դու բացում ես ինչ-որ մի տուփ պատրաստ լինելով ինչ-որ մի իրականություն։ Իսկ իրականությունը քեզ տանում է մի տեղ, որտեղ դու օտար ես, որտեղ դու մենակ ես։ Ու միայն քո ներքին աշխարհն ու պայքարելու ունակությունն է, որ քեզ տալիս է հնարավորություն ընտրելու լավի ու վատի, բարի ու չարի, ազնիվի ու անազնիվի միջև։ Առաջարկները բոլորի համար նույնն են։ Իսկ այ ընտրողը դու ես։ Դու ես որոշում, թե քեզ ուր պետք է գնալ։ Իմ հետ ձեռքի ու ոչ